Լրագրող Անի Քոչարը երրորդ մուտք հաղորդաշարի ընթացքում որոշ մանրամասներ էր հայտնել իր անձնական կյանքի վերաբերյալ, մասնավորապես նշելով. «Իմ անձնական կյանքում հիմա այնպիսի իրավիճակ է, այնպիսի փորձությամբ է մեր ընտանիքն անցնում, մենք ապրում ենք տարբեր երկրներում, իմ ամուսինն այնպիսի փորձանքի մեջ է ընկել, որ ես չգիտեմ հաջորդ անգամ նրան երբ կտեսնեմ, եւ ես այժմ միայնակ եմ Հայաստանում 2 երեխայի հետ, լուրջ առողջական խնդիրներով, իմ խաչը փորձում եմ որքան հնարավոր է պատվով տանել, շատ աղջիկներ կասեին փակում եմ այս էջը, անցնում եմ առաջ, եւ այսօր այնքան շատ եմ լսում ամուսնալուծությունների մասին, որ իմ գլխում չի տեղավորվում, թե մարդիկ ինչպես են կարողանում այդպես հեշտ ու թեթև գալ նրան, որ եթե ինչ-որ բան իրենց հարմարավետության տիրույթից դուրս է, ուրեմն ինչու իրենք իրենց նեղություն տան, պայքարեն։ Չեմ հասկանում, երբ ամեն աննշան բանից ասում են վերջ, բաժանվում եմ, ես երկրորդ անգամ եմ եկեղեցու խորանի առաջ երդում տվել, եւ մենք այդ ժամանակ խորանի առջև խոստում ենք տալիս լինել մեր կողակցի կողքին, լավ եւ վատ պահերին, առողջ եւ հիվանդ ժամանակ, միշտ չէ, որ լայն ու բոլ պայմաններ են լինելու, կարող է այդ շքեղ բարեկեցիկ պայմանները տարիներ շարունակ չլինեն, բայց միասին պետք է մաքարեք եւ դուրս գաք, եթե զույգերից մեկն ընկել է փորձանքի մեջ, չպետք է նրան թողնել այդ փորձանքի մեջ, ինձ համար դա ամենամեծ դավաճանությունը կլինի, նշել էր լրագրողը։ Հավելենք, որ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում էլ լրագրողը ասել էր. «Քանի որ առջևում վիրահատություն ունեմ, դստրիկիս 1-ամյակին հիմիկվանից եմ պատրաստվում», նշել էր լրագրողը։ Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Անի Քոչարը խոսել էր նորի հայտ եկած հիվանդության ու իր զգացողությունների, ապրումների մասին։ Հոսպիտալացվեցի եւ հերթական անգամ կյանքս փրկեցին, դեռ շատ ժամանակ չի անցել եւ չեմ մարսել այդ ողջ տեղեկատվությունը, կրկին շատ երկար դժվարին ճանապարհ է սպասվում, իմ հույսը կրկին ու կրկին տերն է, ըստ բժիշկների ես ողջ կյանքս պետք է դեղորայքով ապրեմ եւ հետագայում գուցե պետք լինի սրտի փոխպատվաստում, բայց կարծում եմ ես այդ փուլին չեմ հասնելու։ Այս խոսքերի ժամանակ Անին չկարողացավ զսպել արցունքները։ Վերջին օրերին շատ եմ մտածում այս փորձության մասին եւ մտածում եմ, եթե սա հերթական քննությունն է Տիրոջ առջև, ես պատրաստ եմ այս փորձությունն էլ անցնել Տիրոջով եւ շատ մեծ ու անսասան հավատով։ Ես իրականում մահվան գաղափարի հետ դեռ քաղցկեղի ժամանակ եմ համակերպվել, հաշիվներս մաքրել նրա հետ եւ շատ հանգիստ եմ խոսում նրա մասին, որովհետեւ մի բան գիտեմ, քրիստոնյա մարդը մահից չպետք է վախենա, բայց իմ վախը, իմ ամենաթույլ տեղը իմ բալիկներն են, ես հանուն նրանց պետք է պայքարեմ ու ապրեմ, ես իմ բալիկներին պետք է մեծացնեմ, դեռ Մարիայից ձեռքը բռնած նրան պետք է դպրոց ուղեկցեմ, Դավիթից հարսանիքին պետք է պարեմ, սա երրորդ հաղթանակն էր մահվան դեմ, ես դպրոցական տարիքում էլ մահացու հիվանդություն եմ հաղթահարել, իմ հոսպիտալացումը այս անգամ էլ շատ արագ կերպով եղավ ու երբ եկա տուն, ամուսինս արդեն Դավիթի հետ խոսել էր ի ուրախություն ինձ, ամուսինս արդեն կարողացել էր նրան հանգստացնել։ Այդ օրերին մերքավոր կինը գալիս էր Մարիային էր խնամում, Դավիթի հետ էր լինում եւ ինձ համար կերակուր էր պատրաստում։ Երբ Դավիթը առաջին անգամ եկավ հիվանդանոց, իհարկե կար նրա աչքերում եւ հայացքում որոշակի զգացմունքայնություն եւ հուզվածություն։ Ինձ անվասայլակին տեսավ, որովհետեւ այդ ժամանակ վերջույթները թմրած էին, չէի կարողանում քայլել։ Ու չնայած հուզվեցինք բոլորս էլ, ես նրան ասացի, որ կհաղթահարեմ։ Այս լուրից հետո մեղքի զգացում ունեմ ինձ հարազատ մարդկանց առջև, որ հերթական անգամ իմ ընտանիքի անդամները, իմ բալիկը ինձ համար պետք է ցավ ապրեն, անհանգստանան, հուզվեն։ Իմ բալիկները ինձ համար լավագույն դեղամիջոցն են։ Իմ ամուսինը շատ խոսող չէ, նա ինձ իր լուռ քայլերով է գոտ է պնդում, նշել էր Անին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նա ինստագրամյան իր էջում ծավալուն գրառմամբ էր հանդես եկել, խոսելով իր ներկայիս վիճակի մասին։ Մեծ սիրտ մարդ ես, հաճախ ասում են ինձ, եւ ես ակամա շոյվում եմ, միշտ վստահ եմ եղել, որ մեծ սիրտ ունենալը շատ լավ բան է, եւ իրապես այն դրական իմաստ ունի, քանի դեռ այդ իմաստը փոխաբերական է եւ ոչ բժշկական ախտորոշում։ Աշխարհը գլխից փուլ եկավ եւ այլևս ամենևին հաճելի ոչինչ չկար, երբ ինձ հայտնեցին, որ սրտային անբավարարություն ունեմ եւ սիրտս մեծացած, լայնացած է, եւ որպես սրտամկան այլևս իր գործառույթը չի կատարում։ Ավելի քան 1 ամիս պահանջվեց
ասեց, որ ես ինչ-որ կերպ հաշվի նստեմ այս ախտորոշման և դրա հետևանքների հետ։ Երբ հոսպիտալացվեցի ու հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում սրտային անբավարարության 17,000 ցուցիչով և թոքերում հեղուկ, հերթական անգամ Տերն ինձ ապրելու հնարավորություն տվեց, բայց ըստ բժիշկների ողջ կյանքս դեղերով պետք է ապրեմ։ Հետագայում գուցե սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն լինի, բայց իմ հույսը կրկին ու կրկին Տերն է։ Արդեն ամսից ավելի է, ինչ ապրում եմ դեղորայքով, շատ և թանկարժեք։ Գնացել եմ նաև երկրորդ, երրորդ կարծիքների հետևից, պնդումները նույնն են։ Բայց ես վերստին վերապրածս լավ գիտեմ, այնտեղ, որտեղ մահկանացուներն անզոր են, Տերն է գործում։ Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս, գերմարդկային ճիգեր գործադրում, որպեսզի ապրեմ իմ բնականոն կյանքով, որպեսզի ընտանիքս և հատկապես երեխաներս չտուժեն։ Սա կյանքի հերթական մարտահրավերն ու իմ հավատքի մեծ քննությունն է, և ես այն պատվով եմ անցնելու ու գերազանցությամբ հաղթահարելու։ Կասկած անգամ չունեմ։ Իմ հավատքը, որ մանանեխի հատիկից էլ անհամեմատ մեծ է, այն այս անգամ ոչ թե սարեր է շարժելու, այլ իմ սրտի պատերն է շարժելու։ Ես հերթական անգամ վկայելու եմ ու Տիրոջ փառքը պատմեմ։ Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև, Տիրոջ հրաշքի սպասումով, գրել էր լրագրողը։ Տրվող հարցերին իմ երկրորդ գրքի վերաբերյալ։ Այն կրկին մոտիվացիոն գիրք է, հուշագրություն, իմ կյանքի պատմության շարունակությունն է, թե ինչ պատահեց այն կնոջ հետ, ով հաղթահարեց անհաղթահարելի թվացող հիվանդությունը, արյան չարորակ քաղցկեղը, և թե ինչպես զրոյից կարողացավ կրկին ուժ գտնել իր մեջ և կրկին ապրել։ Գիրքը կյանքի երկրորդ փորձի մասին է։ Երկրորդ փորձ բառի բուն իմաստով, երբ մարդ գրեթե զրոյական կետից, մեկնարկային կետից կրկին սկսում է ապրել, վեր բարձրանալ և վերականգնել, թե այն ամենը, ինչ կորցրել է, և ձեռք բերել ավելին, անգամ այն ամենը, ինչի մասին երազել անգամ չէր կարող։ Գրքում կգտնեք և սիրո պատմություն, և հրաշքների իրագործում, և ձեռքբերումներ, որ թվում է, թե այլևս անհնար է այդ տարիքում, այդքան կորուստներից, ցավից և տառապանքներից հետո կրկին ունենալ։ Հարցերին իմ երկրորդ գրքի վերաբերյալ։ Այն կրկին մոտիվացիոն գիրք է, հուշագրություն, իմ կյանքի պատմության շարունակությունն է, թե ինչ պատահեց այն կնոջ հետ, ով հաղթահարեց անհաղթահարելի թվացող հիվանդությունը, արյան չարորակ քաղցկեղը, և թե ինչպես զրոյից կարողացավ կրկին ուժ գտնել իր մեջ և կրկին ապրել։ Գիրքը կյանքի երկրորդ փորձի մասին է։ Երկրորդ փորձ բառի բուն իմաստով, երբ մարդ գրեթե զրոյական կետից, մեկնարկային կետից կրկին սկսում է ապրել, վեր բարձրանալ և վերականգնել, թե այն ամենը, ինչ կորցրել է, և ձեռք բերել ավելին, անգամ այն ամենը, ինչի մասին երազել անգամ չէր կարող։ Գրքում կգտնեք և սիրո պատմություն, և հրաշքների իրագործում, և ձեռքբերումներ, որ թվում է, թե այլևս անհնար է այդ տարիքում, այդքան կորուստներից, ցավից և տառապանքներից հետո կրկին ունենալ։